Բարև ձեզ սարվա թեման է, իմ այսօրվա զրուցակիցը քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն է, բարև ձեզ պարոն Արշակյան։ Պարոն Արշակյան, դե ինչ ընտրությունները ավարտվեցին, բայց դեռ կրկերը չեն հանդարտվում, այսինքն հանրությունը կարծես համակերպվել է արդյունքների հետ, այսինքն համաձայն է իր կատարած ընտրության հետ, բայց համաձայն չեն քաղաքական ուժերը, մասնավորապես ընդդիմությունը, ձեր տպավորությունները ընտրության հետ կապված։ Գիտեք, երեք ազգային ժողովում հաղթող կուսակցության, ազգային ժողովում մեծամասնությունը բարեցնող կուսակցության եւ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, թե 5 միլիոն դուք ընտրող ունեք, թող գան։ Հրավիրեց, ասաց, թող դուրս գան փողոց։ Եթե նրանք ձեզ ընտրել են, թող գան։ Ուրեմն նրանք ձեզ չեն ընտրել, այլ բան է տեղի ունեցել, կեղծարարություն։ Կեղծարարություն ոչ թե քվյա թերթիկի եւ քվյա տոփի մոտ, այլ մի ուրիշ տեղ է կեղծիքը տեղի ունեցող եղել ընտրակաշարքի սպառնալիքի շանտաժի հետևանք է։ Այսինքն ես համարում եմ, որ ընտրության արդյունքները դա նաեւ շանտաժի հետևանք էր, այդ տնտեսական պատերազմը, շրջափակումը, որ հայտարարվեց Հայաստանում տնտեսությունների ընտրություններից մի քանի օր առաջ եւ ընթացքում դրանից բացի հայտնի երկխոսությունը Մոսկվայում ապրիլյան այդպես ասենք Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտին երկխոսությունը, որ մերոնք ձեր մոտ ընտրություններին պետք է մասնակցեն, այսինքն գցակ հանձնարարություն էր, անկախ դրանից թե ինչ բառեր էին օգտագործում, դա իմպերատորը հանձնարարում էր պրոկուրատորին, որ մերոնք պետք է ձեր մոտ իշխանությունը վերցնեն, իշխանությունը տուր, ես այդպես հասկացած, այդ իշխանությունը տուր, ինչ չափով արդեն տեղ որոշեք, դա իհարկե ազդեց այդ 500,000 մարդկանց վրա, ես կարծում եմ, որ սպառնալիքի դա կոչվում է անարդարացի պայմաններում ստացած քվեներ, առաջինը այդ հանդիպումը, որ մեր քաղաքացիները ապօրինաբար թեկուզ ձեր մոտ պետք է իշխանություն ունենան, երկրորդը տնտեսական միջոց այդ մեռաները, որ կատարվեցին Հայաստանի դեմ, այդ 500,000 մարդին ստիպեցին զգուշավորները, ես դրանց այդպես եմ ասում, զգուշավոր քաղաքացիները շարից փորձանքից հեռու իրենց ձայնը տվեցին օկուպանտներին, այսինքն հակառակորդին տվեցին ձայնը, անցան հակառակորդի կողմը, մեր երկրի անկախության եւ ժողովրդավարության հակառակորդին աջակցեց 500,000 հոգի։ Հիմա կարող եք ասել գաղափարներ էլ կային, ես չգիտեմ, դա գաղափար է ճորտությունը, ստուրկությունը գաղափար է, թե չէ, վատ ապրելը գաղափար է, շատ աշխատել քիչ ստանալը գաղափար է, արժանապատվություն կորցնելը դա ինչ գաղափար է, ես կարծում եմ, որ գաղափար ընդհանրապես չի եղել, եղել է հենց դա սպառնալիքը, որ սպիտակ արջը դուռը կշրախկացնի, գալցող օպերացիականի իր դաշնակից Թուրքիային կհրավիրի, Արաքսը կանցնեն, ռազմական բազան կարող է դուրս գա Ռեյդանի, ամեն ինչ սպասվում էր, դա կարևոր դեր կատարեց այդ 500,000 ձայների համար եւ մեջտ էլ հաշիվ կար։ Ես ասեմ, համ սպառնալիք էր, համ մտրակ կար, համ քաղցրաբլիթ։ Դե ասում են մի քանի հազար դրամ էր փող կտանք։ Համ շարից փորձանքից եք պրծնում, համ էլ մի քանի հազար դրամ փող կստանաք։ Ես կարծում եմ, որ մենք անելիք շատ ունենք այդ 500,000 մեր քաղաքացիների վախը չափելու համար։ Մենք պետք է անպայման որոշ քայլերի գնանք։ Ինչ քայլեր օրինակ, ինչ պետք է արվի։ Այն ինչ որ կարելի ասել, օրինակ նոտայի ՆԱՏՕ-ի նոտայի։ ՆԱՏՕ-ի զորավարժությունները այստեղ։ Հունաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները այստեղ են։ Այսինքն թուրքական հեծելազորը Արաքսը չի անցնի։ Մենք դաշնակիցներ ունենք, մեր անվտանգությունը վստահելի ձեռքերում է, մեր զինվորները, մեր բանակը, մեր սպառազինությունը բավարար է եւ եթե լայնամասշտաբ պատերազմ սկսվի, ուրեմն մենք ունենք դաշնակիցներ, օրինակ այս օրերին հենց զորավարժությունները։ Պատկերացնում եք, մի կողքում կա ՕԴԿԲ-ն, գոյություն ունեցող ՕԴԿԲ-ն իր ռազմական ներկայությամբ
տարբեր չափերով ռազմական ներկայություն ունի Ռուսաստանը այստեղ։ Այդ ODKB, MODKB, դրանք բոլորը կարելի ասել RF, դա ռուսական իմպերիան է։ Ուրեմն առաջինը դա մեր քաղաքացիներին պետք է բարձաբանվել, լուսաբանվել, որ մենք մենակ չենք։ Ապահով է մեր երկիրը ապահով երկիր է։ Եվ երկրորդը հարկավոր է հանցագործներին պատժել։ Այն նրանք ովքեր որ հարձակվել են Հայաստանի վրա, այդ երրյակը Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Սամվել Կարապետյանը ղեկավարում են այդ հարձակումը, գրոհը Հայաստանի իշխանության վրա։ Այսինքն Հայաստանը նվաճում էին իշխանությունից։ Այսինքն սահմանների վրա նրանք գնդացիրները չէին դրել կամ յաթաղանները չէին հանել հարձակվել Հայաստանի, բայց միևնույն է գրավում էին Հայաստանում իշխանությունը ու գրավել են մասնակիորեն։ Այսօր Հայաստանի իշխանությունում կան հակառակորդի ուժեր, գրավյալ տարածք կա, դա ազգային ժողովն է։ Քանի տոկոս է, 40% է, 50% է, ինչքան է։ Այդ չափով Հայաստանում իշխանությունը հակառակորդը զավթել է։ Այն մեր ժողովուրդը ասում է հիմա այդ 500,000-ն ասում են բան ունեք ասելու, ասեք, արդարադատության նախարարը թող խոսի, լիցենզիա է տվել։ Սամվել Կարապետյանին լիցենզիա են տվել, չէ։ Ընտրապայքարի իրավունք են տվել, կաշառք տալու իրավունք տվել եք դուք։ Ժողովուրդը այդ 500,000-ը ինձ հարցնում են, ասում են տվել եք իրավունք, որ Սամվել Կարապետյանը մեզ փող բաժանի, ռուբլի բաժանի։ Ռոբերտ Քոչարյանին իրավունք տվել եք ընտրություններին մասնակցի։ Ծառուկյան Գագիկին իրավունք տվել է, չէ, դատախազությունը, քննչական կոմիտեն, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, պետական մարմինը իրավունք է տվել, չէ, նրանց, որ մասնակցեն ընտրություններին։ Այդ իմ 500,000 հոգուն իմ այդ ինժեների բժշկի բանից եք, օծնից եք բռնել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել, որ նրանք մասնակցեն ընտրություններին։ Լավ եմ անում, որ տալիս եմ ձայնս։ Դուք հանձնվեք, դուք լավամարդ լինեք, ժողովրդին դարձնում եք վատամարդ։ Դա էլ բանաձևը։ Ինչ եք վատամարդ դարձնում մեզ, դուք հանձնում եք, լավն եք։ Դուք իրար սիրում եք, ինձ էլ ասում եք, արի դեմ քվեարկի, վատամարդ դարձի, ջնջի դրանց։ Ես կարծում եմ, որ գործ կա անելու։ Արդարադատության նախարարությունը պետք է լիցենզիաները հետ կանչի, ակնհայտ խախտումների պատճառով։ Չի արդեն ընտրություններից հետո գնալ այդ քայլին։ Նոր ընտրություններ թող հայտարարեն։ Հիմա ես 500,000-ից մեկը, ես իրականում գիտեք որ դեմ եմ եղել։ Ես առանձին հանուն հանրապետության կուսակցության ցուցակով եմ գնացել, կեցի ազատությունը եւ ժողովրդավարությունը, անկախությունը եւ ժողովրդավարությունը։ Ես դեմ եմ եղել դրանց, բայց հիմա ընդունենք, որ ես քվեարկել էի։ Դուք որպես հասարակական կարծիք ձևավորող ինձ հարցնում եք, ինչ ես ազատ։ Այդ նվաճողներին, զավթիչներին ձայն տվել։ Ես էլ ասում եմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովն է տվել։ Թող չտար։ Թող չտար։ Ես թոր ունեմ բանակում, ինչի կրվածնեմ իմ թորին։ Իմ զավակներին ինչի ես կրվածնեմ։ Թող չտա կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իր գործը դա է, պաշտպանել ժողովրդավարությունը, ազատ, արդար, թափանցիկ, մրցակցային պայմաններ ստեղծեք։ Դուք բոլորդ ուժայիններդ քաշվել եք մի կողմ, մեր սովորական քաղաքացուն ասում եք գնա ջնջի։ Հարկը տալիս եմ, զավակներ բերում եմ ձեր համար, ձեր բանակի, ձեր դպրոցի համար։ Ամեն ինչ անում եմ ձեր համար։ Հիմա ասում եք մի հատ էլ արի մեր տեղ կռվի։ Դուք կռվեք, դատախազությունը թող իր կռիվը տար։ Դատարանը թող արագ կարգով վճիռները կայացնեին, սահմանադրական դատարան ունենք, չէ։ Հիմա դիմել ենք, մենք էլ ենք դիմել։ Դե թող վճիռ կայացնի սահմանադրական դատարանը։ Այդ 500,000 հոգին ասում են, դե կայացրու վճիռդ։ Կարող է իրանքել են։ Դուք բոլորդ գործարքի մեջ եք մտել ագրեսորի հետ, ժողովրդին էլ ասում եք այդ քվեարկեցիր։ Լավ արել։ Պարոն Աշակյան, տեսեք, երեք Սամվել Կարապետյանը
հայտարարեց, որ կոչ է անում ընդդիմությանը համախմբվել, արդյոք կհամախմբվի կամ արդյոք կունեն այդ ներուժը, որ մարդկանց հանեն փողոց, համախմբեն, ցույցեր անեն։ Այդ կոչով են համախմբում, մարդիկ պետք է դուրս գային, այդ կես միլիոնը պետք է դուրս միշտ էր առաջ լինում, երբ կեղծվում էին ընտրությունները։ Երկու բան կա, առաջինը կոչ արեց, կոչ գիտեք որ դե պետք է այդ դարպասները ջարդեին, ինքը հիմա տնային կալանքի տակ է, չէ, սահմանափակված են։ Պետք է ասել այդ բրասլետը ինչ կա, ոտքից, ականջից է կախած, ինչ է, վզից մի բան կախած է, չէ։ Ոնց են իմանում, տեղաշարժումը թե չէ։ Այդ դեպի քաշեր պոկեր ասել, ես դուրս եմ գալիս իմ հետևից։ Այդ չգիտի Չապաև կինոն չի տեսել դա։ За мной թե вперед։ Ասում է вперед։ Я ասում եմ, за мной, գնա առաջ, դու գնա քո հետևից գամ։ Ինքը պետք է դուրս գար փողոց ասել, եկեք, կես միլիոն, ու կես միլիոն չի, ասում է կեղծել են։ Ասում է կեղծել են, ավելի շատ էինք, մի միլիոն էինք։ Դե ասում եմ մի միլիոն, եկեք։ Եկեք կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Թող attent դեպետ, բայց ես գիտեմ այլ բան է։ Բուրժուազիային մենք ծանոթ ենք։ Անցել ենք դպրոցում, Մարքս ու Էնգելս, Լենին ենք կարդացել, բուրժուան հեղափոխական չի, նրան հանձնարարել են։ Ասել են մենք այն մյուսներին էլ կասենք, դու տեքստը տվել են, ասել են կարդա գիշերը անգիրարա, որովհետև բր ինչ որ բաներ անում, չէ, Այդպես չանես կարդա անգիրարա, դե ասա այն մյուսներն էլ ենք ասել կմիավորվեն, հանձնարարություն ունեն համախմբվելու։ Ես կարծում եմ, որ նրանք ինքնուրույն վճիռ կայացնող չեն, բուրժուան ինքնուրույն վճիռ չի կայացնում, 3 բուրժուա են դրանք։ Բուրժուաները ինքնուրույն հեղափոխություն չէ։ Բուրժուական հեղափոխությունը կեղծ էր։ Դա արիստոկրատները սարքեցին, ֆրանսիական մեծ հեղափոխությունը։ Արտիլերիստ հրետանավոր Նապոն արեց, վերջում իմպերատոր իրան էլ հռչակեց։ Բուրժուան հեղափոխություն չի անում, բուրժուան միտինգներ չի անում, բուրժուան բարիկադներ չի բարձրանում, դա կեղծիք է։ Ֆրանսիացիները վաղուց են դա ասել են, որ դրանք Ռոբեսպիերը սարքեցին Ֆրանսիայի ժողովրդի գլխին։ Այս էլ պատմական էքսկուրս։ Պարոն Աշակյան, տեսեք, Ռուսաստանը շարունակում է իր տնտեսական սահմանափակումները Հայաստանի հանդեպ, այսօր նաև գիտենք, որ Ռուսաստանը այս օրերին շատ ծանր իրավիճակում է հայտնվել, հաշվի առնելով թե ուկրաինական ԱԹՍ-ները միջև ուր են հասնում, արդյոք կգնա ներքին լարումներին Հայաստանում Ռուսաստանը։ Հաշվի առնենք, որ նաև այդ համախմբան կոչնել հնչել է։ Դե հենց այդքան է ուժը պատում էլի։ Դուք կարծում եք կարողանում է չի անում։ Իրենք չեն հնարել, վերևինները չեն կարողանում, ներքևինները չեն ուզում։ Դա իհարկե գռեհիկ բան է, բայց քաղաքականության մեջ էլ կա։ Քարտեզում տեսել եք Ռուսաստանը մեզանից վերև է, պատից կախած քարտեզ ունեք, մեր հետևորդներն էլ կունենան։ Հիմա չնայած համակարգչային է, բայց մեր ժամանակներում պատից կախված քարտեզ կար, վերևում իրենք էին, ներքևում մենք էինք։ Անդրկովկասում էինք։ Նրանք չեն կարողանում, մենք էլ չենք ուզում, մեկ։ Երկրորդը Ես ընդհանրապես այդ սանկցիաները համարում եմ, որ ոչ թե Հայաստանի դեմ են, Հայաստանը իր գլխի ճարը տեսավ, հենց այնպես չէր այդ համարձակությունը Հայաստանի։ Մենք ունենք դաշնակիցներ, ընդհանրապես մեր մեջ ասած շշուկով ասեմ, Ռուսաստանը Հայաստանում կռիվ չունի, նրանք այնտեղ Ամերիկայի Եվրոմիության հետ են կռվում, այսինքն Եվրոմիության խնդիրը կար։ Եվրոպացիներն ասացին, ինչ է, $1 միլիարդ ուտելիք, հա, բերեք մենք դա 15 րոպեում ուտում ենք։ Կխմենք, կպրծնի բերեք։ Մեր 500 միլիոն մարդ ամեն օր մի բան ուտում է։ 500 միլիոն ենք մենք։ Ամերիկան էլ հաշված միլիարդ։ Այնպես որ Ռուսաստանի ժողովրդին պատժեցին, զրկեցին լավ ծիրանից, լավ խմիչքից։ Այդ սանկցիաները Ռուսաստանի դեմ էին, ինքնավնասարարություն է դա։ Ինչ եք զրկում ձեր ժողովրդին այժմ լավ որակի պտուղ բանջարեղենից եւ հանքային ջրից։ Լավ ջուր է, դա դեղ է, ջերմուկը դեղ է։ Քիչ քանակությամբ խմեք ձեզ օգուտ է։ Ուզում ասել, որ ռուս ժողովուրդը սանկցիայի ենթարկվեց զրկանքների, մենակ հենա եվրոպացիները տարան։ Ինչ էլ որ չտարան, հարկավոր է որակը ավելացնել։
Նույնիսկ եվրոպացիները, որ ասում են բերեք մատների արանքից ենք նայելու ձեր բլոճներին, ասում են բլոճներ կան դրանց մեջ, դրանց բերեք։ Ուզում եմ ասել, որ մենք ուրիշ բան, ծանր իսկապես Ռուսաստանում հիմա կյանքը լավ չի, պատերազմի մեջ է Ռուսաստանը, բայց իրանից խի հրաժարվեցիք։ Նրանց իշխանությունները լուրջ ժողովուրդը լուրջ խնդրեմ ունի։ Այ իշխանափոխությունը այնտեղ պետք է արվի։ Պարոն Աշակյան, ինչ է սպասվում մեզ այս ընտրություններից հետո։ Ինչի ականատես լինենք։ Գիտեք, ես վերլուծաբան չեմ, կոֆե բաժակել չեմ նայում։ Ես ուզում եմ։ Ձեր ինտուիցիան Ես ուզում եմ։ Տեսեք, ես ինչ եմ ուզում, որ լինի։ Ես ինչի համար եմ մասնակցել այս ընտրարշավին։ Ես ծրագիր ունեմ։ Կեցե ազատ անկախ Հայաստանը։ Կեցե ժողովրդավարությունը, կեցե արևմուտքը, կեցե Կիլիկիայի հայկական թագավորությունը։ Պատկերացրու եք, կեցե մեր եւ քրիստոնեությունը։ Ես ուզում եմ Հայաստանը լինի քրիստոնեական ազատ անկախ ժողովրդավարական պետություն։ Քրիստոնեությունը որպես բարոյական նորմերի երկիր։ Ես ուզում եմ, որ Սահմանադրական դատարանը այդ բոլոր սխալները ուղղի։ Դատախազության սխալները ուղղի, քննչական կոմիտեի սխալները ուղղի, կենտրոնական դրական հանձնաժողովի սխալները ուղղի, ելով կար որ պետք է կանխարգել այս խայտարակությունը, որ Հայաստանի իշխանությունը զավթված է, Հայաստանը ազատ երկիր է, պատկերացնում եք պարադոքսը որն է, երկիրը պաշտպանված է, սահմանները ամուր են, իշխանությունը զավթված է։ Այ ես ուզում եմ, որ Սահմանադրական դատարանը ուղղի դուրս շպրտի մեր երկրի իշխանությունից զավթիչներին, Սահմանադրական դատարանը այդպիսի շանս ունի։ Եթե չունի, եթե չանի, ուրեմն ինքը նույնպես զավթիչ է։ Խոսքը ընդդիմության մասին է, այսինքն որը ովքեր որ խախտել են օրենքով, խոսքը դրա մասին է։ Ովքեր որ իրավունք չունեին մասնակցելու ընտրություններին, ովքեր որ կոպիտ խախտում, այսինքն զավթում է դա կոչվում, ասում են ընտրակաշառ, ընտրախախտում, չէ, զավթում։ Իշխանությունը զավթել են։ Այդ զավթիչներին Սահմանադրական դատարանը դեռևս հնարավորություն ունի դուրս շպրտելու իշխանությունից եւ մյուս մարմինները արդեն ես արդեն գիտեմ, դուք էլ գիտեք, որ վարույթներ են սկսվել դրանց դեմ եւ շատ լուրջ հնարավորություն կա առաջին անգամ թերևս առաջին անգամ է եթե դա լինի առաջին անգամ Հայաստանի Հանրապետության դատարանը դատելու է պատժելու է զավթիչին մինչև հիմա 200 տարի Հայաստանում դատել են պատժել են իմպերիայի հակառակորդներին հայրենասիրությունը դատապարտվել է պատժվել են, գնդակահարվել են, կախաղան են բարձրացվել, սրահարվել են։ Հայաստանում հայրենասիրությունը, Երևանի խանությունում, Արմյանսկայա օբլաստում, SSR-ում, ԱրմեսSR-ում դատապարտում էին, պատժում էին, գնդակահարում էին հայրենասերին, անկախության, արժանապատվության քաղաքացիներին, հայ մարդկանց։ Հիմա առաջի անգամ մեր պետությունը, մեր երկրում դատելու են զավթիչներին։ Այս դատավարությունները, որ սպասվում են Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի դեմ որ լինեն, դրանք առաջի դեպքն են, որ դատվում է դավաճանը, ու ես համաձայն չեմ, որ ընտրակաշառք գրեն, փողերի լվացում, պետք է գրվի առաջի կետը դավաճանություն, օտարին հրավիրելու համար, հայրենիքը խարխլելու, անվտանգությունը թուլացնելու համար, այդ դրա համար պետք է դատվեն։ Ես կարծում եմ, որ այդպիսի հնարավորություն կա։ Առաջին անգամ 200 տարվա մեջ, առաջին անգամ այդպիսի դատավարություն կարող է լինել։ Դավաճանությունը կոչվի դավաճանություն ու դատապարտվի դավաճանությունը։ Մարդիկ իմանան, որ հայկական պետության արժանապատվությունը, անկախությունը, ժողովրդավարությունը, հայ մարդի արժանապատվությունը պաշտպանված է պետության կողմից, վտանգավոր է։ Այ Հայաստանի դեմ ձեռք սուր բարձրացնողը պետք է սրից ընկնի Հայաստանում։ Այդ թող դա լինի, Սահմանադրական դատարանը թող անի ու նրանք էլ թող գնան բերդ երկար տարիներ։ Շնորհակալություն։
Շնորհակալ եմ հրավերի համար։ Սա օրվա թեման էր, իմ զրուցակիցը քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն էր, կհանդիպենք առայժմ։